Եվ այսպես ուշադրություն, շատ կարևոր տեղեկատվություն, միացեք մեր ալիքին եւ այս տեսանյութի տակ անպայման ցեխ մեկ հավանել կոճակը, որպեսզի այն տարածվի։ Լոս Անջելեսում բնակվող մեր շատ սիրելի հայրենակիցներից տեղեկանում ենք հետեւյալը, որ 2 օր առաջ Բրբանքում 4 հայ երիտասարդների են ձերբակալել միգրացիոն ծառայությունը։ Եվ այս ամենը բնականաբար Թրամփի որոշումների արդյունքն է, որ առանց անօրինական միգրանտների Ամերիկա նրա այս ցանկությունը կատարվում է եւ շատ ու շատ անձնավորությունների են ձերբակալում։ Մեզ ասած տեղեկատվությունների համաձայն այդ 4 երիտասարդները, որոնց իրենց իսկ վարձած բնակավայրում ձերբակալել են, նրանք ընկերներ են եղել եւ Միացյալ Նահանգներում զբաղվում էին տաքսի վարելով եւ առաքումներ իրականացնելով։ Իհարկե, այդ աշխատանքները նրանք կատարել են ոչ սեփական անուն ազգանուններով գրանցված ակաունտներով, այլ ուղղակի ինչ-որ օրինական Ամերիկայում բնակվող հայ քաղաքացիների օգնությամբ նրանց սեփական անուններով վարել են մեքենաներ եւ այսօր հայտնվել են միգրացիոն ծառայության ուշադրության կենտրոնում եւ նաեւ տուժում են այն քաղաքացիները, որոնք իրենց սեփական անուն ազգանունով բացում են Uber-ի սայթեր կամ DoorDash-ի սայթեր, այսինքն տաքսի վարելու կամ առաքման ծառայության սայթեր եւ դրանք վարձով տալիս են կամ ուղղակի հենց այնպես տալիս են այն հայերին, որոնք անօրինական են գտնվում Ամերիկայում, եւ այսօր նաեւ խնդիրներ է ստեղծվում Միացյալ Նահանգներում բնակվելու իրավունք ունեցող այն անձանց նկատմամբ, որոնք անօրինական կերպով օգնություն են ցուցաբերում Միացյալ Նահանգներում անօրինական բնակվողներին։ Շատ վատ վիճակ է իրականում, թե փողոցներում, թե մեքենայի մեջ կանգնեցնում են, փաստաթղթերը հարցնում են, եթե նորմալ է հաջողություն, բարի ճանապարհ, եթե նորմալ չի, արդեն հետագա գործողությունները ըստ օրենական ձևաչափի իրականացնում են։ Շատ դժվար է լինելու խուսափել Թրամփի այս նոր օրենքներից եւ եթե դուք անօրինական եք գտնվում Ամերիկայում, եթե ունեք հնարավորություն շատ արագ կերպով օրինականացրեք ձեր այնտեղ գտնվելը, դատական պրոցեսներ սկսեք, այսինքն խնդրեք փախստականի կարգավիճակ, դիմեք ձեր լոյերներին, հակառակ պարագայում շատ հնարավոր է, որ արտաքսվեք եւ տասնյակ հազարավոր հայեր շատ հնարավոր է արտաքսվեն Հայաստանի Հանրապետություն եւ մեր պետությունը Հայաստանը ի վիճակի չի լինելու տասնյակ հազարավոր հայերի ընդունել այն դեպքում, երբ որ օրինակ մարդիկ իրենց տները վաճառել են եւ Մեքսիկայով մեկնել են Ամերիկա ու հետո Թրամփը նրանց արտաքսի Հայաստանը ոնց այդ մարդկանց պահելու։ Մեկը լինի Հայաստանին պահի 120,000 հոգի Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներ այսօր գտնվում են Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանը պարտավորված է այս մարդկանց ապահովել, այլ ոչ թե այն մարդկանց, ովքեր որ արտաքսվում են Միացյալ Նահանգներից։ Իհարկե նրանք էլ մեր քաղաքացիներ են, բայց իրավիճակները տարբեր են։ Շատերը գիտեին, որ Թրամփը գալու է իշխանության, շատերը գիտեին, որ Միացյալ Նահանգներում միգրանտների դեմ սկսելու են լուրջ գործողություններ, որովհետև արդեն ամեն ինչ հասել էր վերջնամակարդակի։ Եվ այդ ամեն ինչ իմանալով 2024 թվականի սկզբից սկսած, երբ որ արդեն տեսանելի էր Թրամփի իշխանության գալը, իր սոցիալական ցանցերի էջերում նկատվում էր ակտիվությունը մարդկանց կողմից, թե ինչպիսի վերաբերմունք է ցուցաբերում Թրամփի հայտարարություններից, բոլորին էլ պարզ էր, որ այս մարդը գալու է իշխանության։ Եվ այդ ամեն ինչը հաշվի չառնելով, շատ հայեր եւ ոչ միայն հայեր, ռուսներ, ուկրաինացիներ, տարբեր ազգեր իրանց տները ծախեցին հայրենիքում եւ գնացին Մեքսիկայի ճանապարհով դեպի Ամերիկա։ Ու այսօր իրանք կրում են դրա հետևանքները եւ իհարկե պետքա ձերբակալվեն բոլոր այն անձինք, որոնք կազմակերպել են անօրինական միգրացիա։ Այն մարդիկ, ովքեր որ $20,000, $30,000 գումար են վերցրել, որպեսզի ապահովեն Հայաստանից Մեքսիկա, Մեքսիկայից Ամերիկա սահմանների հատումը, նրանք պետքա ձերբակալվեն։ Թե Հայաստանում գործող իրանց ցանցերը եւ թե Մեքսիկայում, թե Ամերիկայում պետքա բացահայտվեն։ Իհարկե չկա այսօր այլևս Մեքսիկայով Ամերիկա գնալու այդ process-ը, 99%-ով դա մարել է, բայց հեսա որ տասնյակ հազարավոր մարդկանց կուղարկեն Հայաստան, այս մարդիկ գալու են անտուն անօթևան
նստեն Հայաստանում ու չգիտես ոնց են ապրելու։ Դրա համար թե պետության շահերից է բխում, որ այս մարդիկ չարտաքսվեն, որովհետև չգան պետության կոպիտ ասած վզին նստեն եւ այդ մարդկանց շարի, որ իրաց կյանքը չխորտակվի։ Ինչի համար հասել են Ամերիկա, գոնե հասնեն դրան, նոր հետո կուզեն կգան Հայաստան, չեն ուզի թող չգան Աստված բոլորի հետ։ Եվ այսպես ուշադրություն, Թրամփի ուշադրությունը սևեռվում է Հայաստանի վրա։ Թրամփի ձեռքերը հասնում են արդեն Հայաստան։ Ռուսաստանի այդ խնդիրը կարգավորելու պես Հարավային Կովկասում ստեղծված խնդիրը եւս պետքա կարգավորվի, խոսքը բնականաբար հայ-ադրբեջանական խնդրին է վերաբերվում եւ միգուցե Թրամփի այս վարչակազմի գործողությունների արդյունքն է նա, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին վերաբերվող տեքստի կետերի մնացած երկուսը համաձայնության են բերվել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի ղեկավարությունների կողմից։ Եվ իհարկե սա նաև տեղի ունեցավ այն բանից հետո, երբ որ Ալիևը գնաց Թուրքիա եւ հանդիպեց Էրդողանի հետ։ Եվ բնականաբար քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների Թուրքիային հետաքրքրող մանրամասները, եւ Թուրքիան էլ իր հերթին Ադրբեջանին խորհուրդներ է տվել։ Հիմա չգիտենք այդ խորհուրդները եղել են ընդդեմ մեզ, թե այդ խորհուրդները ուղղակի եղել են խորհուրդներ, որը ոչ մեկին չի վնասել, բայց մենք ունենք մի իրավիճակ, երբ որ ադրբեջանական կողմը ասում է վերջ, խաղաղության պայմանագիրը պատրաստ է, բայց դեռևս չգիտենք, թե դա երբ ամբողջական վերջնական տեսքի կբերվի եւ երբ դա կստորագրվի եւ որտեղ կստորագրվի։ Շատ կարեւոր է իհարկե, թե դա որտեղ է ստորագրվելու, թե Ռուսաստանում, թե Թուրքիայում, թե այլ պետությունում, բայց մենք խորհուրդ կտանք դա ստորագրել կամ Իրանում, կամ Վրաստանում։ Խորհուրդ չենք տա դա ստորագրել Թուրքիայում եւ Ռուսաստանում։ Այնտեղ, որտեղ որ ստորագրվել են վերջին շրջանում Հայաստանին վերաբերվող պայմանագրեր, ըստ էության դրանք ինչքանով որ վերաբերվել են Հայաստանին, այնքանով էլ վերաբերվել են Ռուսաստանի պետական շահերին եւ ավելի շատ ներկայացրել են ռուսական պետական շահը, քան հայկականը, որի արդյունքում մեր պետությունը մինչև հիմա ոտքի չի կարողանում կանգնել։ Ինչ վերաբերվում է Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև գործընթացներին, որոնք ակտիվորեն ընթանում են, Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի դեսպանը գրեթե ամենօրյա ռեժիմով հանդիպումներ է ունենում ամերիկյան բարձրաստիճան ղեկավարության ներկայացուցիչների հետ եւ դրանով ամրապնդվում է Ամերիկայի եւ Հայաստանի միջև կապերը։ Կոպիտ ասած մենք անընդհատ հիշեցնում ենք մեր գոյության մասին, որովհետեւ նման մեծ պետություններում մեր պես պետություններին, որ մենք աչքի ընկնող պետություն չենք, լուրջ հնարավորությունների տեր պետություն չենք գլոբալ առումով, դրա համար մի քիչ մեզ մատների արանքով են նայում եւ մենք պետք է միշտ փորձենք ինքներս մեզ ներկայացնել, դառնալ կարևոր